Պարոն Ցուցիլյան, ինչ իրավիճակ է, ինչից է հրդեհ հաղթական տվյալները։ Հրդեհի բռնկման պատճառները այս պահին մենք չենք կարող ձեզ ասել, դա պետք է փորձաքննություն նշանակվի, փորձաքննության արդյունքում կպարզվի։ Բայց վարկածում եք, ոնց որ։ Վարկածներ կարան լինեն, բայց դա արտահայտման այսօր ներկայացնելու ենթակա չի։ Հիմա ասեմ ձեզ, որ հրդեհը մեկուսացված է, իրականացվում է հետհրդեհաշիժման աշխատանքներ։ Այս պահին բաց կրակ չկա, աշխատանքներ ենք տանում հրդեհի հետհրդեհաշիժման հետ կապված։ Առայժմ այսքանը։ Բայց այդ վարկածները կառույցները օրինակ Կողքի կառույց բնականոն աշխատանքը շարունակել։ մեր ավարտելուց հետո իհարկե կարող։ Պարոն Ցուցիլյան, KFC-ում է, հա, փաստորեն։ Հրդեհի բռնկման օջախը KFC-ի տարածքից է։ Ինչ որ բան կարող եք ասել։ Վնասների մասին մենք այս պահին չենք կարող ոչ մի բան ասել, մինչև չիրականացվի ուսումնասիրություն չենք կարող ասել։ Տուժած քաղաքացիների մասով։ Տուժած քաղաքացիներ նախնական այս պահի դրությամբ չկա, բայց սա խիստ նախնական է։ Մոտապես ինչքան տարածք կա այրվել, վնասվել։ Դեռևս չենք կարող ասել, ավարտելուց հետո չափագրումներ կիրականացնի, փրկարարծառայությունը կտեղեկացնի։ Տարբեր հատվածներում է, նաև այստեղ շատ կարևոր է, որ հրդեհի տարածումն է կանխվել։ Պարոն Ցուցիլյան, նոր քաղաքացիներն, ովքեր առևտրի կետեր ունեն երկրորդ հարկում, փորձում էին հասկանալ իրենց խանութների հետ ինչա կատարվում, դուք տեղեկություն կարող եք փոխանցել նրանց, թե Չեմ կարող։ ներսում որևէ բան։ Այս պահին չեն կարող, այս պահին արգելվում է շենքի տարածք մուտք գործելը, կավարտենք, քաղաքացիները ներս կմտնեն եւ իրանց վնասների վերաբերյալ կտեղեկացնեն։ Այսինքն հնարավորություն ունեն անվտանգ երկրորդ հարկ բարձրանալու հնարավորություն ունեն անվտանգ։ Այս պահին արգելում ենք, որպեսզի մտնեն, մինչև չավարտենք, այս պահին հնարավորություն չկա, ավարտից հետո։ Շնորհակալություն։